Պարոն Նիազյան վերջին ամիսներին հանրությունը ակտիվորեն քննարկում է հոգեվարականների նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդումները եւ մամուլը հաճախ գրում է նաեւ, որ ԱԱԾ-ն հոգեվարականների գործերով գործում ոչ թե որպես դասական քննչական մարմին է, այլ որպես քաղաքական լծակ, ինչքանով է թույլատրելի ԱԱԾ-ի նման ներգրավվածություն նման գործերում եւ արդյոք փակ քննական ընթացակարգերը չեն ակասում արդար դատաքննության իրավունքի միջազգային չափանիշներին։ Տեսեք, ԱԱԾ-ն ընդհանրապես չպետք է խառնվի հոգեվորականների գործերին, ԱԱԾ-ն այսօր դարձել է իշխանությունների ձեռքին որպես մահակ։ Իշխանությունները նույն եկեղեցուն դիտարկում են որպես իրենց քաղաքական հակառակորդ։ Այսինքն եկեղեցին չի կիսում իշխանությունների կարծիքը, վարվելիք այս պրոթուրքական քաղաքականության հետ, իսկ իշխանությունները իրենց հերթին կիրառում են ամենաբիրտ գործիքակազմը։ Մենք աշխարհով մեկ կարելի ասել խայտառակ ենք եղել, ամբողջ աշխարհի հեղինակավոր կայքերը վատ երանգներով են գրում եկեղեցու վրա հարձակումների մասին, բացառությամբ ադրբեջանական ԶԼՄ-ների եւ մեր իշխանական հարող ԶԼՄ-ների եւ ՊՕԱԿ-ի տարբեր ֆեյքերի եւ կայքերի։ Սա անթույլատրելի երևույթ է, եկեղեցին մեր բազմաազերյա պատմության մեջ իր ուրույն դերն է ունեցել, մեր գիրը, պատմությունը ինչքան էլ այլ ազգիների կողմից հալածվել է, բայց կարողացել է փոխանցի մինչև մեր օրեր։ Եվ սա անթույլատրելի է այն դեպքում, որ այն եպիսկոպոսները, որոնք ամենավատ համբավը ունեին եւ որոնք պետք է իրոք անցնեին տարբեր տեսակի օֆշորներով, կոռուպցիոն սխեմաներով, այդ մարդիկ դարձել են իշխանությունների սիրած հոգեվորականները, այսպես կարելի ասել։ Իսկ գիտեք, սուրբ անսխալական մարդ չկա, Աստծո գործերն են անսխալական, բայց այս հոգեվորականների, ովքեր դուրս են եկել կաթողիկոսի դեմ, այս հոգեվորականների ֆոնին մյուսները սրբեր են իրոք, սկսած կաթողիկոսից, ես այսպես կարող եմ որակավորել, անթույլատրելի է եւ պետք է ամեն հնարավոր եւ անհնարին մեթոդներով կասեցնել այս խայտառակ արշավը դեպի մեր հոգեվոր տուն։ ՔՊԱ-կան պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ ԱԱԾ-ն հավաքել է կոմպրոմատներ հոգեվարականների վրա եւ ովքեր չեն ուզում խայտառակվել, պետք է կատարեն իշխանության կամքը։ Այս հայտարարությունը որքանով է օրինական։ Այս հայտարարությունը ընդհանրապես իշխանական, նախ չգիտեմ Լիլիթ Ստեփանյանն ով է։ Ինքը, ասացիք պատգամավոր, բայց երբեք չեմ տեսել պատգամավորի առաքելությունը օրենսդրական գործունեությամբ զբաղվելն է, մարդկանց կյանքը թեթևացնող օրենսդրական նախագծեր բերելն է, ոչ թե քրեական, քրեաիրավական կամ կոմպրոմատներ հավաքող ինչ-որ հայտարարություններ անելը, առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը։ Այսինքն այս մարդիկ շանտաժի լեզվով, գիտեք, մենք բոլորս խոցելի ենք։ Կարող է մի շարժում այս կողմ անենք, այն կողմ անենք, նկարեն եւ որպես կոմպրոմատ օգտագործեն մեր դեմ։ Սա խայտառակ ռեպրեսիաներ են, սա ամենաբռնատիրական երկրներին, միապետական երկրներին բնորոշ ռեպրեսիաներ են, որը կրկին անընդունելի է եւ այս մարդկանց այդ հայտարարությունները, այսինքն շանտաժի հայտարարությունները, ոնց որ սա հավասարանալու է մեկին ասես ինձ գումար տու, որ ես բանը չանեմ, նույնն է դու հրաժարական տուր, որ ես այս բանը չանեմ։ Սա իմ կարծիքով հակաիրավական, հակաօրինական, ընդհանրապես դեղին մամուլին հարիր գործելավոճ է, այլ ոչ պատգամավորի գործելավոճ։ Պատգամավորը միտված է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։ Անել նաև քաղաքական հայտարարություն։ Լավ, ինչքան կարանք մենք երկու ընդդիմություն ունենանք։ Այս մարդիկ 7 տարի իշխանության, 7 տարի ընդդիմություն են աշխատում։ 7 տարի սա է թալանը, սա է մեղավոր, բա դու ինչի համար ես եկել։ Ամբողջ գործիքակազմը քո ձեռը դու էլի խոսում ես կոմպրոմատներից ու ինչ-որ բաներից։ Սա նորմալ չի։ Երկրում երկու ընդդիմություն, երկընդդիմությունը նորմալ չի։ Իշխանություն պետք է լինի, ընդդիմությունը քննադատի, իշխանությունը գործի։ Քաղաքական հայտարարության իմաստը ո՞րն է, ընդդիմության հասցեին։ Չկա, այդպիսի բան չկա։ Եթե ընդդիմությունը պոպուլիզմով զբաղվի, դա ուրիշ բան։ Քաղաքական հայտարարություն անը, բայց որ դու պատգամավոր ես քո գործը թողած, այսինքն քննադատում ես դեղին մամուլի ոճով կոմպրոմատ հավաքենք, էս անենք, դուք սենց եք արել, հենց եք արել, չես գործում, դու բանի պիտանի չես։
Ես կամ դուք եթե ինչ-որ բան արել ենք, անպայման իրավական համակարգը պետք է գա, դատական համակարգը անկախ գործի եւ մեր մասով ես մեր վրա եմ օրինակ բերում, որ ճիշտ լինի էլի ամեն ինչ։ Իրավական հարթության մեջ այդ ամեն ինչը կարգավորվի, բայց այս մարդիկ դեմագոգիայով են զբաղվում 2018 թվականից։ Մի առիթով ասել եմ, բոլորը մեղավոր են, ես, դուք, չգիտեմ, մի բժիշկ որ լինի ինչ-որ բժշկական ոլորտից քննադատություն ասի, կասե նախկին է, թալանչի է, մաստագետ չի, կոմպրոմատ կա, նույնը հոգևորականների մասով, նույնը տնտեսագետների մասով, ով իրանց հաճո բան չի ասում, այդ մարդը թալանչի է, կոմպրոմատ կա վրան, չգիտեմ, աշխատելու փոխարեն մեղավորներ են ման գալի։ Բոլորս մեղավոր ենք բացի իրենցից։ Իրանց չաշխատելու, իրանց այս խայտարակ թե արտաքին քաղաքական, թե տնտեսական, թե անվտանգային ոլորտները ձախողելը փորձում են բարթել բոլորի վրա։ Սենց հոգևորականներից վերջացրած ինչ-որ ուրիշ բանով։ Այսինքն մարդիկ այնքան պարապեն, իրանք ընդամենը կոմպրոմատային այդ բիրտ իրանց ձեռը ընկած մահակն են օգտագործում ընդդեմ ներքին ներհայաստանյան թեմաներին։ Իրանք արտաքին աշխարհում թշնամի չունեն, Թուրքիայի համար վատ բան ասես կռիվ կտան ձեր հետ, բայց ներքին թշնամիներն ման են գալի մեր մեջ, մեր հայերի մեջ։ Պարակտման ամենացայտուն ձևը սա է։ Ինչ Ստալինյան ռեժիմը։ Ստալինը, որ այդ ռեժիմը կիրառել էր, պատերազմ հաղթեց։ Ստալինը, որ այդ ռեժիմը կիրառել էր, տնտեսություն զարգացրեց, դուք ինչ եք անում։ Եկե նստել եք կամպրոմատ հավաքեք, որ ինչ անեք, հողերը տան, բոլորը դուրս գանք ասեք ճիշտ ես անում, հողերը տուր, 500,000 ադրբեջանցի բեր։ Սա աննորմալ քաղաքականություն է, սա ոչ մի լավ տեղ չտանող քաղաքականություն է, սա պետականության քանդման արդեն վերջի ակորդներն են։ Թշնամի մանգալ երկրի ներսում, անտեսելով արտաքին այդ ահռելի սուրը, որ կախված է մեր գլխին։ Սա անընդունելի է եւ լավ տեղ չտանող ճանապարհ է։ Նաև տեղեկացանք, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակը մտահոգիչ է եւ Արդարադատության նախարարն այս ֆոնին ասում է, որ քրիտիկական վիճակ չկա։ Ինչպես է գնահատում իշխանության վարքագիծը այս դեպքում։ Իշխանության վարքագիծը հակամարտկային եմ գնահատում, ոչ միայն հակաօրինական, այլ նաեւ հակամարտկային։ Նույն բառերով ասում էին քաղաքական բանտարկյալ Արմեն Գրիգորյանի վերաբերյալ, բայց տեսակ դատարանում ինչ տեղի ունեցավ, սրտի կանգ եւ երիտասարդ մարդը, տաղանդավոր մարդը մահացավ։ Հիմա վաղը որ Աստված ոչանի, Աստված մի արասցե մի բան քաղբանտարկյալներին լինի Սրբազան Միքայել Սրբազանի լինի կամ Բագրատ Սրբազանի լինի կամ Արշակ Սրբազանի լինի, էլի մեղավորներ են կարգելու ընդդիմության շարքերով, իբր իրանք էսեյնարը իրանք վատառող չէին, որովհետեւ մեկին կարգեն նարկոման, մեկին կարգեն բան, այս մարդկանց մեջ փորի մեջ հոգի չի մնացել։ Գիտեք, կարամարդ սխալվի օրենք խախտի։ Կարամարդ օրենքից չհասկանա, ոչ կոմպետենտ լինի, բայց աշխատի այդ ոլորտում։ Բայց ամենակարևորը մարդ պետք է մարդկային որակներ ունենա աշխատելուց պետական բարձր պաշտոններում։ Արդարադատության նախարարը եթե նման բան է հայտարարում, ես ինչ ասեմ, մարդկանց մեջ հոգի չկա։ Ինչ է արել Միքայել Սրբազանը, որ դուք այդ մարդուն տարեփակել եք ամբողջ աշխարհով մեկ խայտարակ եք արել հերիք չի մեզ մեր ազգին, դա մեր ազգի անունն է։ Ինչա ձեր քիմքին հաճո բաներ չի ասում եւ պայքարում է այս ապօրինությունների անօրինականության, հակահայկականության դեմ։ Դա անմարտկային, ոչ միայն հակաօրինական, այլ անմարտկային խոսույթ է, դա անմարտկային, չգիտեմ, երևի աշխարհի երեսի նման պաշտոնյա չկա, որ այդպիսի հակամարտկային կարող է աֆրիկական տենց այդ ցեղախմբերի մեջ լինեն առաջնորդներ, որ երեխեքի ձեռներն են ավտոմատ տալիս մեկը մյուսին ցեղասպանեն, բայց քաղաքակիրթ աշխարհում այսպիսի հակամարտկային արտահայտությունները ընդհանրապես մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում։ Ոչ միայն հակաօրինական, այլ նաև հակամարտկային է։ Հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այցելում է հոգևորականների եւ փորձում է ստիպել նրանց, որ պատարագներին վեհապարի անունը չտան, այս գործելակերպը ինչպես է գնահատում եւ այն ինչ կապ ունի իրավական պետության հետ։ Իրավական պետության հետ կրկնվեմ, իշխանության քայլերը ընդհանրապես կապ չունեն։ Հակասահմանադրական, հակաիրավական
գործունեություն է, եկեղեցին ինքը ինքնակառավարվող մարմին է, հոգևոր մարմին է, եւ ոչ մեկ իրավունք չունի կանոնակարգերի մեջ մտնելու։ Տեսեք, երկրի վարչապետը իրեն արդեն վեհապարի տեղ է դրել եւ կանոնադրություններ են ինչ-որ մշակում եկեղեցում ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, ով անունը տա, ով անունը չտա, սա նոնսենս է աշխարհում մեկ։ Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում նաեւ արտերկրից, կլինի Եվրոպա, կլինի Ամերիկա, կլինի Ռուսաստան, որ մարդիկ զարմացած հարցեր են տալի, որոնց պատասխանները ես ունեմ, բայց չեմ կարողանում բացատրել, որովհետեւ չեն հավատում ինչ process-ներ են կատարվում։ ԱԱԾ-ն, տեսեք, ժամանակին ԱԱԾ ընդունվում էին, ես երկար տարիներ պետական համակարգում աշխատել եմ, այն մի քիչ կիսահումնի վրա պարտքով աշխատող, մենք իդեայի համար ենք աշխատել, գաղափարի համար ենք աշխատել, ԱԱԾ-ում էլ նույն կերպ մարդիկ էին ներգրավում, օրինակ իդեայի համար աշխատեն, հետախուզությամբ, հակահետախուզությամբ զբաղվեն, երկրի անվտանգությամբ զբաղվեն, բայց եթե ԱԱԾ-ն ուրիշ բանը գործ չունի, գնում է հոգևորականների հետ խոսելու, ես ինչ ասեմ։ Ուրեմն իդեան է, գաղափարը հայրենիքի պետության անվտանգության պետականության վերացել է։ Ինչ է նշանակում գնալ խոսալ, որ կանոնակարգից շեղվեն։ Դա ահավոր շատ վատ հակաօրինական, հակասահմանադրական երևույթ է, դա եկեղեցու կյանքին խառնվել է։ Տեսեք, այս մարդիկ երբևէ չասեցին Փաշազադեն խառնվում է մեր ներքին կյանքին, մեր եկեղեցական կյանքին։ Բոլորը լավ գիտեք, որ Փաշազադեն հայտարարություն արել, որ մեր հայ առաքելական եկեղեցին ինքը վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար։ Եվ ինչից հետո սկսվեց, չէ, խրոնոլոգիան, որ նայեք դուք, կաթողիկոսը արցախայության խնդիրը բարձրացրեց Շվեյցարիայում, հետո սկսեց Նիկոլի Փաշազադեի հայտարարությունը, որ վտանգ է ներկայացնում, հետո սկսեց Նիկոլի հարձակումը եկեղեցու վրա, վարչապետի հարձակումը եկեղեցականների վրա, այսինքն սինխրոն աշխատում է։ Խրոնոլոգիան, որ նայեք, կհասկանաք, եւ ոչ մեկ պետական պաշտոնյաներից, որ իրանց նաև գործառույթ է դա, նույն ձեր ասած այդ պատգամավոր կինը, որ հորդորեն չխառնվեն մեր ներքին գործերին, այլ երկրի, համանալով թշնամական երկիր, վերջերս է կոտորել, տնազրկել Արցախահայությանը, մեր սուվերեն տարածքներից է վերցել, հոգևոր առաջնորդը մեր հոգևոր կենտրոնի մասին ինչ-որ բարբաջանքներ ասի։ Ոչ մեկ չասեց, որ թող չխառնվեն մեր ներքին գործերին։ Ընդհակառակը, ոնց որ հրահանգավորված իրենք համաձայն լինեն Փաշազադեի եւ Փաշազադեների հետ եւ հարձակվեն մեր եկեղեցու վրա։ Սա ամբողջը հակաօրինական է, հակասահմանադրական է, հիմա էլ ինչ են ասում, հարկվի եկեղեցին պարտադիր, դե մոմավաճառություն է։ Ես որպես քաղաքացի, որ մտնում եմ եկեղեցի, այդ 100 դրամ, 200 դրամ կամ 500 դրամ որ տալիս եմ, մոմ եմ գնում, ես ինձ դրանից լավ եմ զգում, որովհետեւ գիտեմ այդ գումարները կգնան եկեղեցու սպասավորներին, ճեմարաններին, այնտեղ աշխատող կա, մաքրող կա, չգիտեմ, հազարումի խնդիր կա եկեղեցիներին։ Դա ամենքս, որ 100 դրամ մեր խեղճից հանենք տանք, լինում է, չէ՞, մենք գնում ենք եկեղեցի, բայց այդ մոմն էլ կարող է չառնենք, չգնենք։ Հիմա անգելա դրա հետևից, ասում է, էսի հարկենք, նա հարկենք, եկեղեցուն ով է նվիրատվություն արել։ Նվիրատվություն անողը անում է իր խեղճի համար։ Քո ինչ գործն է։ Այս քայլերը ես որակում եմ որպես հակասահմանադրական, հակաիրավական եւ հակապետական, այսպես ասեմ։ Փաշինյանը Գերմանիայում Ադրբեջանի դեսպանի ներկայությամբ դժգոհում էր հայ հոգևորականներից, արդյոք սա նորմալ վարքագիծ էր եւ ինչու երկրի սահմաններից դուրս անգամ փորձում առատավորել հայ եկեղեցու անունը։ Փաշինյանը ամբողջությամբ կախված է թուրքական աշխարհից, Թուրքիայից եւ Ադրբեջանից, դա փորձում է Թուրքիա եւ Ադրբեջանի միջոցով արտադրվել, մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, ոնց որ մարդ է բերում էլի մեր վրա։ Ասում է, այ տեսեք, որ ինձ չօգտեք, ես վերարտադրվեմ, այս գործը ավարտին չհասցնեմ, չթաղեմ ամբողջ եկեղեցու այս հեղինակությունը, տեսեք, սրանք ռևանշ կանեն, ոնց որ մարդ բերի, էլի, հասկանում եք, իր եկեղեցու վրա։ Ես վատ օրինակ եմ ճիշտ է բերում, բայց մուսուլմանական աշխարհում տեսեք ֆրանսիական հայտի կայքերից մեկը Մուհամեդի մասին բաներ տպե, երկու հատ երիտասարդ ավտոմատներով մտան, տեսակ ինչ արեցին հավատքի համար։ Իսկ մեր մոտ լրիվ հակառակն է, ամբողջ աշխարհի քրիստոնյաները զարմացած են, ամբողջ աշխարհի նամանավանդ թշնամական աշխարհի, թուրքական աշխարհի մուսուլմանները ոգևորված եւ ուրախացած։
Հիմա այդ մարդկանց է բերում մեր վրա եւ ում է փոխում։ Շատ լավ մեր եպիսկոպոսներին բռնել է, կճարին իրենց սարքել են սուրբ։ Սա նորմալ չի, մեր ինքը զգում է, որ ներ հայաստանյան աջակցություն չունի, այսինքն մարդկային այդ ռեսուրսը չունի, որ դեմագոգիայով անի, ժողովուրդ է ուզում, մահակը օգտագործում է, տեսնում է, էլի չի ազդում, ընդհակառակը եկեղեցու դերը բարձրանում է հանրության շրջանում, ինքը դրսից է արդեն փորձում մարդ բերել։ Հավանաբար կանչում է, որ մեր թշնամական պետությունները իրենց գործիքա կազմը արդեն օգտագործեն, կամ այդ որ հայերենով այդ դեսպանը ասում է, չգիտեմ ինչ, գաստեղ էլի դեմագոգությամբ, ասի խաղաղություն, տեսեք հայերեն խոսեց, մենք իրար շատ խաղաղ լավ կապրենք, եկեք ես եկեղեցին է հիմա էլ մեղավոր, նախկիններն էին, հետո հիմա հոգևորականներն են, վաղը ես, մյուս օրը դուք, բոլորը մեղավոր են, եկեք ես մարդկանց մի կողմ դնենք, մենք մեր թերքասերներով իրար հետ ապրենք, ջան ասենք, ջան լսենք, չգիտեմ, աղջիկ տանք տղա առնենք, թուրքերին գան մեր մեջ ապրեն, էսա նպատակը, որ մարդ իր հոգևոր արժեքներից դուրս գա։ Իսկ այդ ձեզ ծարտայությունը ըստ իս ընդամենը մեսիջեր մարդ է բերում դրսից, էլի, ներս արդեն։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է սա։ Եվ հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության այդ գործընթացի շրջանակում որոշակի փոխայցելություններ եղան Երևանի եւ Բաքվի միջև, սա ինչ գործընթաց էր ձեզ եւ ակնհայտ էր իհարկե, որ երկու կողմից էլ իշխանությունների քարոզիչներն են մասնակցում այդ այցերին, ում եւ ինչի համար էր պետք այս խաղաղության պատկերի ստեղծումը։ Այդ քաղ հասարակության փոխադարձ այցերը մի բանի են միտված հանրության աչքին, այսպես ասեմ, թոս փչելու համար, տեսեք, նույն քաղ հասարակությունը պետք է համագործակցի պետության հետ։ Պետությունը ինքը իր անվտանգային դոկտրինները մշակում է։ Ադրբեջանի անվտանգային դոկտրինը մենք բոլորս գիտենք, Ալիևը հրապարակային հանձնարարություն է տվել եւ քաղ հասարակությանը եւ պետական հիմնարկներին, որպեսզի սկսեն գործընթաց Սևանը գյուրջացնելու, Երևանը երևանացնելու, դրա վրա միլիարդավոր դոլարներ են ծախսում եւ այդ քարոզ դուք պատկերացնում եք ինչպես պետք է իրականացվի, ոչ թե քաղ հասարակությունը գալիս է ստեղ, որ խաղաղության ինչ-որ բանաձևելն է, իրանց քաղ հասարակությունը որ ամբողջությամբ իշխանության, քաղ հասարակություն դա իշխանության մի լծակ է, դա գիտեք բռնապետական երկիր է, այնտեղ մեկ ավել բառ ասած բռնեն կդատեն, իրանք դες ցեղական եկել են, հա, իրանց միակ նպատակը այդ իրանց քաղ հասարակությանը, որ համոզեն, որ Սևանը գյուղ չէ, եւ դրա վրա միլիարդներ են ծախսում, պետական հիմնարկներն դրա վրա աշխատում են։ Եվ այդ ծրագիրը պետական ծրագիր է, մեր ծրագիրը ժողովրդին թմրացնելու ծրագիր է։ Իսկ անվտանգային դոկտրինում ես քիչ առաջ այդ օրինակը բերեցի, երբեք չեք լսի, որ Փաշազադեին հակադարձը, երբեք չեք լսի, որ Նիկոլ Փաշինյանը ասի գյուղը չի Սևանա կամ ասի Գյանջա չի Գանձակա կամ ասի Ղարաբաղ չի Արցախա, երբևէ լսած կաք դες բան։ Իսկ նույն անվտանգային դոկտրինը, բթաստելու դոկտրին, ինձ թվում է անվտանգային դոկտրինը մենք սենց ենք մշակել, ինչքան հակառակորդ կա, սկսած հոգևորականներից բոլորին մեկուսացնենք, մեր իշխանությունը այնքան որ մնա։ Թուրքը լինի, ինչ լինի, կապ չունի, այնքան որ մեր իշխանությունը մնա, այդ քաղ հասարակության այցերը մեր այդ մարդկանց այս հասարակությունից քիչ էլ ճանաչում։ Իրանք այնքան որ մարդիկ են, որոնք պետք է խոսան, իրենք ուրիշ մարդ չունեն, դուք այնտեղ մի հատ հարգված մարդ գիտեք, հեղինակավոր։ Ես օրինակ չգիտեմ։ Որ ինքը մի ինչ-որ մի լավ բան արել է երկրի համար, ինչ-որ մի պիտանի բան արել է, հրապարակախոս է, ես չգիտեմ։ Չկան այդպիսի մարդիկ, ինչ-որ շորերով մարդիկ են, որոնց պետք է բերեն այստեղ խոսացնեն խաղաղություն, իսկ այնտեղ են մարդիկ գնան ասեն Ժորժը նորմալ է, գյուղ չէ։ Մեր Նիկոլը լրիվ համաձայն է այդ ծրագրով գնացինք։ Այդ քաղ հասարակության այցերը զուտ դրան են։ Ես չեմ պատկերացնում, որ մեր իշխանությունը քաղ հասարակությունն պետական համակարգ լինի, չգիտեմ ինչ, այդ անվտանգությանը տնտեսությանը ամրացնող ինչ-որ քայլեր արվեն։ Ես չեմ դա պատկերացնում։ Ես միայն տեսնում եմ Ալիևը ինչ է հանձնարարում, իսկ անվտանգության դոկտրինը դա լինում է եւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ։ Մարդը հավաքեց բոլորին եւ երկարաժամկետ հանձնարարականները տվեց, այսինքն իրաց պետական ողջ համակարգը աշխատում է դրա վրա։ Ես այս մի քիչ ժողովրդի լեզվով ասում, շատ իրավական տերմինոլոգիայի մեջ չեմ մտնում, այսինքն Սևանը գյուղ չի ասնելու
Պրոցեսը գնացել է արդեն։ Երևանը Երևանացնելու պրոցեսը արդեն գնացել է։ Վերջ, իրաց պետական համակարգերին հանձնարարականը տրվել է, իրենք այդ ուղղությամբ են աշխատում։ Թե մենք ինչ ուղղությամբ ենք աշխատում, հավանաբար դրանքից ինչ-որ ուղղությամբ ենք աշխատում։ Սա իմ փորձից եմ ես ասում, որոշակի աշխատանքային փորձից եմ ասում, որոշակի շփումներից, անցած ապրած ճանապարհից ելնելով եմ ասում ես ամենը։